Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ։ Եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է զբոսաշրջության հետ կապված իրավական կարգավորման հարցերին։ Մեր հյուրն է հանրային կառավարման հարցերով փորձագետ Սերո Պանտանյանը։ Բարև ձեզ, պարոն Անտինյան։ Բարև ձեզ։ Պարոն Անտինյան, խոսել ենք մի ոլորտի մասին, որտեղ մենք խոսում ենք ավելի շատ թվերի մասին, խոսում ենք տարբեր երկրներից զբոսաշրջիկների այցի մասին, բայց հաճախ անտեսվում են զբոսաշրջության հետ կապված իրավական կարգավորման հարցեր։ Ոլորտում ինչպիսի իրավական ակտ է ընդունված, արդյոք իրավական ակտը համապատասխանում է ժամանակակից զբոսաշրջության հետ կապված պահանջներին, զբոսաշրջության հետ կապված ծառայություններ մատուցող կազմակերպությունները որոշակի գրադացիաների են ենթարկվում, ինչ սկզբունքով է իրականացվում կամ որակի հետ կապված ինչ պահանջներ են ներկայացվում եւ ապահովում, եւ ի վերջո զբոսաշրջիկների իրավունքների հետ կապված ինչ շրջանակ է գործում, արդյոք եթե համապատասխան բավարար ծառայություններ կամ անորակ ծառայություններ ստանում են, կարող են բողոքարկել։ Եվ ամենակարևոր հարցը, որը զուտ իրավականից ավելի լայն պրոյեկցելով պետք է նաեւ զբոսաշրջության կառավարման հետ կապված ռիսկերին անդրադառնալ, որը շատ կարևոր է, արդյոք օրենքի մակարդակով կարգավորվում է եւ ում խնդիրն է ավելի շատ պետության, թե զբոսաշրջության հետ կապված ծառայություններ մատուցող ընկերությունների։ Այս հարցերին անդրադառնալու նպատակով ձեզ հրավիրել ենք մեր տաղավար եւ առաջին հարցը սկսենք հենց օրենքից, որովհետեւ գիտենք, որ այս օրենքը կարգավորում է զբոսաշրջության հետ կապված իրավահարաբերությունները, ներառելով պետական քաղաքականության հիմունքները, որտեղ հստակ տալիս է կառավարության, լիազոր մարմնի լիազորությունները, զբոսաշրջության հետ կապված ընկերությունների ներկայացվող պահանջները, զբոսաշրջիկների իրավունքները։ Խնդրում եմ ներկայացրեք, որքանով է օրենքը համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Նախ փաստենք, որ զբոսաշրջությունը պետական քաղաքականության մի առանձին ռազմավարական ուղղություն է, եւ ըստ այդմ ոլորտի կարգավորումը ներառում է միաժամանակ մի քանի բաղադրիչներ։ Առաջին հիմնական բաղադրիչը դա իրավական հիմքն է, ինչպես դուք նշեցիք, որպես իրավական հիմք պետք է նշել իհարկե զբոսաշրջության մասին նոր օրենքը, նոր նկատի է առնվում 23 թվականին ընդունված օրենքը, դեկտեմբերին ընդունված օրենքը, որի մի շարք դրույթներ ուժի մեջ են մտնում ավելի ուշ, մեկ կամ միգուցե ավելի տարի, անց այն պարզ պատճառով, որ դրանք պարունակում են պահանջներ զբոսաշրջային ոլորտում գործող կազմակերպությունների, ընկերությունների, օպերատորների, գործակալների եւ այլնի համար, եւ բնականաբար այդ պահանջների բավարարումը որոշակի ժամանակ է պահանջել։ Ի կատարումն օրենքի նաեւ ընդունվել է զբոսաշրջության պետական ռազմավարությունը, զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը 26-30 թվականների համար, ելի որպես իրավական հիմք։ Հաջորդ բաղադրիչը դա պետական քաղաքականություն եւ կառավարումն է։ Ինչու եմ ես ուզում անդրադառնալ բաղադրիչներին, որպեսզի մենք ընդհանուր պատկերացում ունենանք, ինչպիսի համալիր, համապարփակ ոլորտ է ներկայացնում իրենից զբոսաշրջությունը։ Պետական քաղաքականություն եւ կառավարում ասելով մենք նկատի ունենք պետական մարմինների կողմից իրականացվող քաղաքականությունը։ Իրականացվող քաղաքականությունը կառավարության կողմից, լիազոր մարմնի կողմից, որի մասին մենք կխոսենք, բնականաբար առանձնահատուկ նշանակություն ունեն այդ կառավարման մասով իմ նշած նաև զբոսաշրջության ռազմավարական փաստաթուղթը։ Մյուս բաղադրիչը շատ կարևոր բաղադրիչ է, դա տեղական ինքնակառավարման մակարդակն է։ Մենք գիտենք, որ անկախ ամեն ինչից հյուրանոցները կամ զբոսաշրջային պրոդուկտ մատուցելու վայրերը տեղական ինքնակառավարման մարմիններում են տեղակայված եւ այս առումով շատ կարեւոր է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ճիշտ եւ արդյունավետ համագործակցությունն այս առումով։ Եթե տեղական ինքնակառավարման մարմինները նպաստեն զբոսաշրջային ենթակառուցվածքների ճիշտ զարգացմանը, մենք կունենանք բավականաչափ լավ զբոսաշրջային ենթակառուցվածքներ, իսկ ուղղակիորեն այդ ենթակառուցվածքները ֆիզիկապես գտնվում են տեղական ինքնակառավարման մարմիններում եւ բնականաբար իրենց գործունեությունը ամբողջ ենթակառուցվածքային առումով նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների, ուրեմն եւ իրավասության եւ ֆիզիկական այսպես տեղակայման դիրքում է գտնվում։ Կարևոր մի բաղադրիչ է բնականաբար մասնավոր ոլորտը։ Զբոսաշրջային ծառայություններ մատուցում են մասնավոր կազմակերպությունները, զբոսաշրջային օպերատորները, գործակալները, կեցության վայր ապահովող մասնավոր ընկերությունները, ուրեմն փոխադրում իրականացնող
մասնավոր ընկերությունները, էքսկուրսիոն ծառայությունները եւ այլն։ Այսինքն մասնավոր հատվածը իրենից ներկայացնում է նույնպես կարևոր մի բաղադրիչ զբոսաշրջային ոլորտի համար։ Եվ վերջապես Եվ ամեն դեպքում վերջիններս են ձևավորում զբոսաշրջային ծառայությունների որակը, որակը, իհարկե։ Եվ վերջապես մենք պիտի խոսենք շատ կարևոր մի բաղադրիչի մասին, զբոսաշրջային միջավայր կոչվող բաղադրիչի մասին։ Ժամանակակից մոտեցումը զբոսաշրջային ոլորտի դա այն է, որ զբոսաշրջություն չի ներկայացվում որպես առանձին ծառայություններ մատուցող կազմակերպություններ, այլ մեկ միասնական էկոհամակարգ, որտեղ այդ իմ նշած բոլոր բաղադրիչները փոխկապակցված եւ փոխադարձ այսպես ներդաշնակ գործունեություն են իրականացնում, ստեղծելով համապատասխան զբոսաշրջային միջավայր։ Ժամանակակից զբոսաշրջությունը ներկայանում է իբրև մեկ էկոհամակարգ, հենց այդպես էլ անվանում են էկոհամակարգ, ինչու էկոհամակարգ, բնական համակարգ, որը բնական փոխազդեցության եւ փոխպայմանավորվածության որոշակի էլեմենտներ է պարունակում։ Վերադառնալով ձեր հարցին զբոսաշրջության մասին նոր օրենքի, անհրաժեշտ է առաջնահերթ փաստել, որ նոր օրենքը ոչ թե հին օրենքի խմբագրումն է, այլ նոր օրենքը ըստ էության կոնցեպտուալ առումով վերանայում է զբոսաշրջային ոլորտի կարգավորումը եւ այդ կարգավորման իրավական հիմքը այ հենց իմ նշած այն 5 բաղադրիչների համատեքստում։ Ինչպես զբոսաշրջային գործունեության կարգավորումից դեպի զբոսաշրջության ամբողջական էկոհամակարգի կառավարում։ Այսինքն եթե մենք նախորդ պարագայում, մենք ունեինք իրավակարգավորումներ, որտեղ պետությունը առանձին կարգավորում էր զբոսաշրջային գործունեության առանձին ուղղություններ կամ առանձին ոլորտներ, նոր օրենքի պարագայում զբոսաշրջությունը ներկայանում է մեկ ամբողջական էկոհամակարգ եւ իրավական հիմքը իդեմս օրենքի իրենից ներկայացնում է այդ մեկ ամբողջական էկոհամակարգի կառավարում արդեն տարբեր պետական մարմինների միջոցով։ Ինչն է փոփոխվել նոր օրենքում, ինչն է առանձնացվել եւ հստակեցվել։ Առաջինը հստակեցվել եւ ընդլայնվել է կարգավորման առարկան։ Նոր օրենքում ըստ էության զբոսաշրջային բնագավառում պետական քաղաքականության հիմունքներն են ամրագրված։ Ամրագրված է կառավարության հստակ լիազորությունները, լիազոր մարմնի, իդեմս զբոսաշրջային կոմիտեի հստակ լիազորությունները եւ նաեւ անդրադառնանք այդ հարցին, ներկայացրեք լիազորությունների շրջանակը վերջիններիս։ Այո, իհարկե, փորձենք մի հատ օրենքի գնահատականատանք եւ անցնենք արդեն լիազորություններին։ Շատ հստակ կառուցվել է պետական կառավարման համակարգը, որը կարգավորում է զբոսաշրջային ոլորտը, այսինքն կառավարություն, որը մշակում է պետական քաղաքականությունը եւ հայեցակարգային մոտեցումներ է իրականացնում այս սրա հետ կապված եւ լիազոր մարմնի լիազորությունները, որը արդեն կոնկրետ հստակ չափորոշիչներով կառավարում եւ կարգավորում է զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների կամ կազմակերպությունների որակական չափանիշները, նրանց գործունեության կարգավորումները, գործունեության հետ կապված ներկայացված ստանդարտները եւ այլն։ Այսինքն այս հստակ կարգավորումներով տարանջատվել է եւ առանձնացվել է նաեւ պետական քաղաքականության այդ մոտեցումները։ Որն է կառավարության դերը նոր օրենքում զբոսաշրջության ոլորտի հետ կապված։ Արդեն նշեցի, որ ռազմավարության եւ պետական քաղաքականության այն հիմնարար բազիսային ուղղություններն է սահմանում։ Որոշում է կայացնում զբոսաշրջային կենտրոններ եւ զբոսաշրջային գյուղեր հայտարարելու մասին։ Ինչ է սա նշանակում։ Կառավարությունը շատ հստակ կերպով առանձնացնում է այն աշխարհագրական տարածքները, որոնք ապագայում դառնալու են զբոսաշրջային կենտրոններ եւ նաեւ կա կառավարության համապատասխան որոշում, որով սահմանված են այդ զբոսաշրջային կենտրոնները Հայաստանի բոլոր մարզերի համար եւ այդ թվում նաեւ Երևանի համար։ Այս առումով կառավարությունը կարծես կանխորոշում է զբոսաշրջային պետական քաղաքականության աշխարհագրական եւ տեղանքային ուղղությունները։ Որն է լիազոր մարմնի լիազորությունները զբոսաշրջային ոլորտի հետ կապված։ Լիազոր մարմինը հաստատում է զբոսաշրջության զարգացման տարեկան ծրագրերը։ Լիազոր մարմինը սահմանում է ուրեմն այն նվազագույն չափորոշիչները եւ չափանիշները, որոնք պահանջվում են զբոսաշրջային կենտրոն կամ զբոսաշրջային գյուղ հայտարարելու համար։ Ըստ էության
մշակում եւ սահմանում է այդ չափորոշիչները։ Լիազոր մարմինը հանդիսանում է ուրեմն միջոցառումների ժամանակացույցերի եւ համապատասխան ծախսերի նախարարությունները նաեւ հաստատող մարմին։ Եվ վերջապես լիազոր մարմինը սահմանում է զբոսաշրջային այդ փորձառություն ունեցող կազմակերպությունների համապատասխան չափանիշները եւ ընթացակարգերը, որով կազմակերպությունների համար, որոնք մատուցում են զբոսաշրջային ծառայություններ, լինեն համապատասխան ընդունված ստանդարտներ, ընդունված չափորոշիչներ, քանի որ զբոսաշրջությունը մի ոլորտ է, որը նաեւ կապված է նաեւ պետության հեղինակության հետ եւ պետության, այսպես հանրարչակման եւ դիտարժանության հետ, հա, արտերկրից ժամանած մեր զբոսաշրջիկների համար։ Դրա համար շատ կարևոր է, որ այստեղ գործեն բարձր ստանդարտներ եւ բարձր չափորոշիչներ, որոնք նույնպես սահմանում է զբոսաշրջության կոմիտեն։ Պարոն Անտոնյան, շատ կարևոր է նաև մեր կողմից նշվեց զբոսաշրջության հետ կապված ծառայություններ մատուցող ընկերությունների որակ ասվածը։ Եկեք հասկանանք ինչպես են որակավորում անցնում, ինչ պահանջներ են ներկայացվում եւ արդյոք օրենսդրական այդ պահանջները, որոնք առկա են, պրակտիկայում եւս պահպանվում են պատշաճորեն։ Նոր օրենքով զբոսաշրջային օպերատորներին ներկայացված են բավականին խիստ պահանջներ եւ սա շատ կարեւոր է, որովհետեւ ուղղակիորեն սա ազդում է զբոսաշրջային ծառայության որակի վրա։ Նախ ղեկավարի մասնագիտական կարողության պահանջը նոր օրենքով օպերատորի ղեկավարի համար սահմանված է առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ կամ համապատասխան աշխատանքային ծառայությունների մատուցման ուրեմն ստաժ զբոսաշրջային ոլորտում։ Ինչով է սա կարևոր, որ այն ուրեմն կազմակերպությունը կամ այն անձը, որ պետք է ուրեմն գործունեության ծանուցի որպես, հա, զբոսաշրջային օպերատոր եւ այդ գործունեությունն իրականացնի, ունենա բավարար փորձ ոլորտում, որպեսզի կարողանա պատշաճ ծառայություն մատուցի։ Օպերատորի համար ներկայացված է կայքի եւ թվային ներկայության պահանջ, այսինքն մարդը ով դրսից փորձում է պարզել, թե ինքը ինչ ծառայություն է ստանալու եւ ումից է այդ ծառայությունը ստանալու, հնարավորություն ունենա կայք մտնի եւ կայքից այդ ինֆորմացիան տեղեկանա եւ ծանոթանա։ Բնականաբար նաեւ աշխատուժի պահանջն է նվազագույն, որ բացի գործադիր մարմնի ղեկավարից օպերատորը պետք է մշտապես ունենա առնվազն 1 աշխատող։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է պահանջ համապատասխան կազմակերպությանը, որ ինքը կայուն կազմակերպություն է, մշտապես գործող կազմակերպություն է եւ այսպես չակերտ ասած հովհարային կազմակերպություն չէ, որ զբոսաշրջիկների ներհոսքի ժամանակ հանկարծ հայտնվի ինչ որ մի կազմակերպություն։ Իսկ առնվազն 1 աշխատողի պահանջը բավարար է, այստեղ, որովհետև կարծում եմ այնքան էլ ոչ։ Ավել աշխատողների պահանջն էլ կսահմանափակի արդեն շուկա նոր մուտք գործող եւ նոր ոտքի կանգնող, հա, այսպես ասենք, ուրեմն կազմակերպությունների։ Խնդիրը դրված է, որ ամեն դեպքում կազմակերպությունը մշտապես գործող լինի եւ կարողանա արդեն փորձառություն ունենա այդ ծառայությունը որակով մատուցի։ Կան նաև զբոսաշրջային գործակալին ներկայացվող պահանջները, որոշակի կրթության պահանջ կամ մասնագիտական բարձրագույն կրթության պահանջ կամ այլ ոլորտի բարձրագույն կրթություն, ամեն դեպքում խոսքը վերաբերվում է նորից որոշակի օրակական չափորոշիչներին, որոնք համապատասխան որակ կապահովեն զբոսաշրջային ծառայություն մատուցելու համար։ Շատ բարի, եկեք խոսենք պարոն Անտոնյան ռիսկերից, որը շատ կարևոր է, երբ մենք խոսում ենք ցանկացած ոլորտի պլանավորման, կառավարման մասին, շատ կարևոր է այդ տեսանկյունից ռիսկերի կալկուլյացիան, հաշվարկը։ Նախ դրանց իդենտիֆիկացումը, հաշվարկը, որպեսզի հստակ լինի տվյալ ոլորտի կառավարման կայունությունը, եւ այդ իսկ առումով, թեև մենք գիտենք, որ այստեղ պետական քաղաքականությունը եւ օրենքի մակարդակով եւ պրակտիկ իմաստով եւ ռազմավարական իմաստով առաջնահերթություն է հռչակել ռազմավարական զբոսաշրջային ուղղություն, բայց գիտենք, որ այս ոլորտում մատուցող ծառայություններ մատուցող ընկերությունները բավականին այսպես եւ որակ են ձևավորում եւ այս առումով նաեւ պետք է ռիսկերի մասով հասկանալ իրենք այդ ռիսկերը ստեղծում են, ռիսկերը չեզոքացնում են, որ երկու կողմն էլ եթե դիտարկենք, որ կողմը ինչ դեր ունի այս առումով։ Շատ կարևոր հարց է առանձնացնում իրապես ռիսկերի կառավարումը մեր
հանրային կառավարման եւ ընդհանրապես պետության մեջ այդ թվում նաեւ մասնավոր հատվածի կառավարման այսպես խոցելի տեղն է, աքիլեսյան գարշապարն է, եթե այսպես ձևակերպենք, որովհետեւ ռազմավարական պլանավորումը ցանկացած գործունեության հիմնարար օղակն է, հիմնարար բաղադրիչն է, իսկ ռիսկերի կառավարումը հենց ռազմավարական պլանավորման կարևոր, այսպես ասած, օղակներից է, որովհետև առանց ռիսկերի կառավարման մենք չենք կարող ունենալ երաշխավորված արդյունք։ Պետք է նշել, որ զբոսաշրջային ոլորտը այն ոլորտներից է, որը ունի բավականաչափ բարձր ռիսկեր։ Եվ այդ ռիսկերի խնդիրը առաջնահերթ պայմանավորված է նրանով, որ ոլորտը կապված է արտաքին շատ անկանխատեսելի գործոնների հետ։ Զբոսաշրջությունը ինչ է, դա տուրիստների ներհոսք է երկիր եւ բնականաբար այդ ներհոսքի վրա ազդող շատ տարբեր գործոններ, սկսած աշխարհաքաղաքական գործոններից, տնտեսական գործոններ, հակամարտություններ, համաճարակներ եւ այլն։ Այսինքն այդ գլոբալ արտաքին գործոնները մեծապես ազդում են այնպիսի զգայուն ոլորտի վրա, ինչպիսին է զբոսաշրջությունը։ Զբոսաշրջային ռիսկերի կառավարման հետ կապված հարկ է առանձնացնել հարցերի 3 խումբ, որպեսզի մենք կարողանանք մոտենանք այդ ոլորտին։ Առաջինը ինչ տեղ ունեն ռիսկերը զբոսաշրջային ոլորտում, ինչպիսի կշիռ ունեն, հա, որպես այդ ոլորտի վրա ներազդող գործոններ, իբրև թե տնտեսության մաս, թե նաև ընդհանրապես հանրային կառավարման մաս։ Երկրորդը արդյոք դրանք միայն զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների ռիսկերն են որպես մասնավոր կազմակերպությունների, թե դրանք նաև պետության խնդիրն են, այսինքն պետությունն էստեղ ունի անելիք, թե գտնում է, որ այդ ռիսկերը մասնավոր կազմակերպությունները իրենք պիտի կառավարեն։ Եվ շատ կարևոր երրորդ հարցը, ինչ առանձնահատկություն ունեն զբոսաշրջային ռիսկերը հենց Հայաստանի համար, իբրև տարածաշրջանում գտնվող փոքր պետության։ Առաջին հարցին ըստ էության ես անդրադարձա, որ ռիսկերը զբոսաշրջային ռիսկերը բավականին զգայուն ոլորտ են, զգայուն թեմա են զբոսաշրջային ոլորտի համար եւ պայմանավորված են արտաքին բազմաթիվ գործոններով։ Այդ գործոնները գերազանցապես անկանխատեսելի են եւ սրանով պայմանավորված այդ ռիսկերը դժվար կառավարելի են։ Մենք տեսանք մեր այսպես պրակտիկ օրինակում, ինչպիսի խնդիրներ առաջացան ուրեմն Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտության պարագայում, երբ մեծ ներհոսք գրանցվեց, սա իհարկե դրական միտում ունեցավ։ Իհարկե հենց զբոսաշրջիկներ չէին, եկեք ասենք ռելոկանտներ էին, բայց այնուամենայնիվ երկրորդ ալիքը արդեն երևի զբոսաշրջիկներ են եւ բայց ամեն դեպքում նրանց մուտքը շատ մեծ ազդեցություն ունեցավ, որտեղ զբոսաշրջային շուկան ինչ է, հյուրանոցներ են, դրանք ուրեմն բնակվելու վայրեր են, ծառայություններ են որոշակի, այսինքն այն ծառայությունների պահանջարկը նաև բերեց առաջարկի ավելացման, որը եւ երկրի ճանաչումից հաճախ եւ այդ մարդկանց հետո հեռանալուց հետո մեծ խնդիր առաջացավ նաև այդ վակուումի հետ կապված, այսինքն այստեղ արտաքին գործոնը բավականին նշանակություն ունեցավ։ Տեսեք, ինչ ունի այստեղ պետությունը անելու, հա, օրինակ մենք խոսում ենք, որ ռիսկերի կառավարման առումով մենք պիտի ունենանք որոշակի նաև հստակ ռազմավարություն։ Այ մենք խոսում ենք անշարժ գույքի, օրինակ, վարձակալության շուկայի մասին, հա, այստեղ բնականաբար աշխատանքներ կան անելու եւ հնարավորություններ կան որոշակի այդ շուկային տիրապետելու եւ այդ շուկայի կառավարման հետ կապված որոշակի նաև մեխանիզմներ մշակելու առումով։ Դիցուք մենք հիմա օրինակ սպասվում է COP17-ը, չէ, եւ միջին հաշվարկներով 15-ից մինչեւ 20,000 մարդ է ակնկալվում մեկ շաբաթով թե 10 օրով, որպեսզի Հայաստան այցելեն։ Այսինքն արդյոք պատրաստ է մեր ենթակառուցվածքները պատրաստ են այդքան մարդ ընդունելու եւ ինչպիսին է։ Ես գիտեմ, որ այսօր ովքեր բնակարաններ ունեն, կարող են հստակ դիմել, որովհետև խնդիր կա տեղավորելու, այսինքն ամբողջ այդ դաշտը չի ծածկում նորից մենք գալիս ենք նաև անշարժ գույքի վարձակալության մասնավոր հատվածի վրա, եւ այդ հատվածի հետ բնականաբար համագործակցությունը եւ որոշակի մեխանիզմների մշակումը պիտի լինի այդ քաղաքականության օրակարգում։ Եթե մենք խոսում ենք ընդհանուր մոտեցումների եւ
ռազմավարության մասին, մենք կարող ենք օրինակ փաստել, որ այդ բաղադրիչը կարելի է օգտագործել։ Կամ եթե մենք խոսում ենք օրինակ նույն զբոսաշրջիկների մեծ ներհոսքի մասին, որի պարագայում մեր հյուրանոցային տնտեսությունները էլի անբավարար են, հա, խոսքը ստացիոնար կացության մասին է։ Այստեղ, ասենք, պետական քաղաքականության ուղղություն կարող է լինել վրանային туриզմի, հա, քեմպինգի կամ էկոտուրիզմի ոլորտի զարգացման մասին, որի պարագայում մենք ունենանք հավելյալ, հա, լրացուցիչ, ենթադրենք մի քանի հազար կամ նույնիսկ տասնյակ եւ ավել հազար ռեզերվ հնարավորություններ, հնարավորին ուրեմն մեծ ներհոսք լինելու պարագայում ապահովելու այդ զբոսաշրջիկների կեցությունը։ Ուզում եմ ասել, այստեղ նույնպես կան բավականին հնարավորություններ այդ ռիսկերի կառավարման առումով։ Ինչ վերաբերում է Հայաստանին, բնականաբար մեր երկիրը փոքր ըստ էության շուկա է, մեծ երկիր չի եւ իր զբոսաշրջային հնարավորությունները այդքան էլ շատ մեծ չեն։ Թեև մենք շատ ենք ուզում, որ զբոսաշրջային, այսպես բանը, շատ մեծ թվով զբոսաշրջիկներ ընդունեն, բայց դրա զբոսաշրջիկները քիչ չեն, պարոն Անտոնյան։ Այո, քիչ չեն, իհարկե քիչ չեն։ Այնուհանդերձ այդ խնդիրը նույնպես ունի զարգացման պոտենցիալ, զարգացման հնարավորություն։ Երբ մենք խոսում ենք ռիսկերի կառավարման մասին, որևէ ոլորտում եւ նշում ենք այդ ռիսկերի կառավարման հարցում պետության կողմից ռիսկերի ստանձնման կամ պետության կողմից այդ ռիսկերի ընդունման մասին, շատ կարեւոր է արձանագրել հետեւյալը. ժամանակակից հարաբերող աշխարհում մենք տեսանք, թե համաճարակների կամ պատերազմների հետևանքով ինչպիսի կտրուկ տնտեսական կամ տնտեսակաղակական process-ներ են իրականանում երկրում եւ այս պարագայում շահում են այն երկրները, որտեղ այսպես կոչված ուղղաձիգ կառավարման կամ պետության կողմից, հա, միջամտության, այդ թվում նաեւ տնտեսական ոլորտների, որտեղ միջամտության խնդիրները առավել լավ են դրված, այսինքն այդ ուղղաձիգ կառավարման առավելությունները, որտեղ պետությունը կարողանում է միջամտել process-ներին, կարողանում է միջամտել գործընթացներին եւ ռիսկերի կառավարման առումով ստանձնել պատասխանատվություն եւ կառավարել այդ ռիսկերը, այդ պետությունները առավել շահած են դուրս գալիս։ Դրա վառ օրինակն էր COVID-ը, երբ ուրեմն այն պետությունները, որտեղ, այսպես ճակերտներով ասած, ավտորիտար կամ առավելապես պետության ուղղաձիգ կառավարման խնդիրները լավ էին դրված, առողջապահական համակարգերը ավելի արդյունավետ դուրս եկան եւ կարողացան դիմակայել այդ ֆորս-մաժորային իրավիճակներին։ Նմանապես այստեղ, եթե մենք ունենում ենք նույն զբոսաշրջային ոլորտում իրավիճակներ կամ արտաքին ազդեցության այնպիսի գործոններ, որոնք կտրուկ փոխում են իրավիճակը, պետության ուղղակի միջամտությամբ հնարավոր է լինում մեղմել այդ բոլոր խնդիրները։ Շատ բարի, երբ մենք խոսում ենք զբոսաշրջության մասին, մենք պետք է նաև անդրադառնանք զբոսաշրջիկների իրավունքներին։ Եկեք խնդրում եմ ներկայացնենք օրենքով սահմանված զբոսաշրջիկների իրավունքների շրջանակը։ Ըստ էության նոր իրավակարգավորումներով, նոր օրենքով զբոսաշրջիկների իրավունքների պաշտպանության նաև մեխանիզմներ են ամրագրված, որպես սպառողների պաշտպանության հստակ մեխանիզմներ եւ ինչպես դուք նշեցիք ձեր բացման խոսքում, այո, կա նաեւ բողոքի ինստիտուտ, բայց մենք այստեղ պիտի շատ կարեւոր մի բան հաշվի առնենք, որ ինքնին բողոքը դա որոշակի թերի ծառայության կամ վատ ծառայության մատուցման արձանագրում է լինելու, այսինքն բողոքը չի ենթադրելու վնասի փոխհատուցում։ Դրանով այն տարբեր է դատական, բնականաբար դատական հայցից։ Եվ պետք է շատ հստակ նաև ինֆորմացիայի առումով տեղեկացնել մարդկանց, որ այդ բողոքները չեն կրելու իրավական հետևանք այն առումով, որ տեղի ունենա որոշակի վնասի փոխհատուցում։ Սակայն դրանք կարող են իրավական հետևանքներ ունենալ այն կազմակերպությունների, ծառայություններ մատուցող ընկերությունների հետագա գործունեության հետ կապված պետության կողմից նրանց գործունեության ծանուցման եւ այլ իրավական ընթացակարգերի մասով, որոնց մասով որ այդ կազմակերպությունները բնականաբար արդեն կունենան խնդիրներ։ Եթե կազմակերպությունը պարբերաբար հայտնվի այդ բողոքների թիրախում, բնականաբար լիազոր մարմինը, որը իրականացնում է այդ կազմակերպությունների հաշվառում, այդ կազմակերպությունների հետ կապված գործունեության հետ կապված վերահսկողության մեխանիզմները,
բնականաբար կանի հետևություններ եւ այդ կազմակերպությունների հետ կապվածներ։ Բարի, իսկ մենք նշվեց, բայց չխոսեցինք զբոսաշրջային ծառայություններ, մատուցող ծառայությունների գրադացիայի մասին։ Ինչ ասել է այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների գրադացիա, ինչ հիմքով է կատարվում այդ գրադացիան եւ արդյոք կարող ենք ասել այդ պահանջները, որ գրադացիայի հետ ներկայացնում եւ ռեալ իրականությունում իսկապես օրենքին համապատասխան այդ գրադացիան իրականացվում է։ Դե ըստ էության մենք խոսեցինք տուրիստական ծառայություններ մատուցող կազմակերպությունների, զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների մասին։ Նախ ասեմ, որ այդ գործունեության տեսակները այլևս ամրագրված են գործունեության իրականացման ծանուցման մասին օրենքով, իբրև ծանուցման ենթակա գործունեություններ։ Սա շատ կարևոր է, որովհետև պետությունը ռեեստրի է վարում կազմակերպությունների եւ բնականաբար այդ կազմակերպությունների նկատմամբ պահանջները նույնպես պետական վերահսկողական համապատասխան մարմինների հսկողության տակ են։ Խոսեցինք, որ զբոսաշրջային օպերատորները պետք է ունենան համապատասխան, գրանցված իրավաբանական, գրանցված աշխատող, ղեկավարը պետք է ունենա համապատասխան որակավորումներ, աշխատանքային 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն եւ այլն։ Զբոսաշրջային գործակալին ավելի նվազ պահանջներ են բնականաբար ներկայացված, եթե գրադացիա ասելով դա ենք հասկանում, ապա այո, սրանք տարբեր տիպի զբոսաշրջային ծառայություններ մատուցող, այսպես ասած, կազմակերպություններ կամ անձինք են, որոնց հետ կապված կան որոշակի արդեն հստակ ստանդարտներ։ Շատ բարի, Հայաստանի Հանրապետությունում հայտնի են որոշ զբոսաշրջային ընկերություններ, որոնք ունեն բավականին բարձր ռեյտինգ երկար ժամանակահատվածում։ Կարող ենք ասել, որ նրանց հաջողությունը նաև օրենքին համապատասխան գործելու շնորհիվ է, թե ավելի շատ այն պահանջները, որոնք օրենքից բխում են, թեև ինչպես դիտարկում ես օրենքին համապատասխան պետք է լինի։ Դա է արդյոք երաշխիքը, թե կան այլ գրավականներ դիտարկվելու որպես այսպես հաջողված զբոսաշրջային ընկերություն։ Դե, այստեղ կարելի է փաստել, որ երկար տարիների փորձ եւ մեծ զբոսաշրջային ընկերությունները արդեն իրենց գործունեությամբ հղկվել են եւ նաեւ մեծ քանակությամբ օտարերկրյա զբոսաշրջիկներ հյուրընկալելով, նաեւ կրթվելով, նաեւ այցելելով այլ երկրների փորձի փոխանակում իրականացնելով, այսպես հախուռն ձևով ճիշտ է, բայց արդեն որոշակի ստանդարտներ եւ որակներ են ապահովում։ Նաեւ պետք է փաստել, որ Հայաստանում գործում են տարբեր զարգացած երկրների հյուրանոցային համակարգեր, համալիրներ, ցանցեր, որոնց գործունեությունը Հայաստանում նույնպես բերել է զբոսաշրջային որոշակի մշակույթի ձևավորմանը եւ նրանց փոխադարձ շփումները, փոխադարձ փորձի փոխանակումները բերել են նրան, որ այն կազմակերպությունները, որոնք երկար են շուկայում, երկար են իրականացնում գործունեություն, արդեն որոշակիորեն ունեն մակարդակ, որոշակի ուրեմն բարձր մակարդակի զբոսաշրջային ծառայություններ են մատուցում եւ նոր օրենքի ընդունված չափորոշիչներն արդեն կարծես, բավարարում են եւ այս առումով պետք է ուղղակի ողջունել, որ մենք Հայաստանում ունենք, այո, մենք պետք է փաստենք, որ մենք ունենք բավականին լավ զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք տարիների, նույնիսկ տասնամյակների փորձով, հղկվելով, կատարելագործվելով, անընդհատ կրթվելով, անընդհատ նորարարություններ մտցնելով իրենց ծառայությունների մեջ, բավարարում են նույնիսկ ամենախստապահանջ զբոսաշրջիկների, այսպես ասած, պահանջները։ Այսպիսի դրական եզրահանգմամբ էլ փորձենք ավարտել մեր հաղորդումը եւ հուսանք, որ այն բոլոր չափորոշիչները, որ ենթակառուցվածքների գործունեության, արդյունավետ գործունեության համար այսօր հիմք է հանդիսանում, հիմքերից մեկն է հանդիսանում իրավական նորմատիվ ակտը, որը ընդունվել է համեմատաբար վերջին տարիներին, իսկապես այն նախադրյալն է, որով զբոսաշրջային կազմակերպությունները կարողանում են ներգրավել ավելի շատ զբոսաշրջիկներ եւ հուսամ մոտ ապագայում օրենքի վերանայման ավելի շատ միջազգային չափորոշիչների տեսանկյունից եւս ինքը որպես այսպես ակտիվ այսպես
կենթանի ակտ հնարավոր կլինի նայել, վերանայել եւ համապատասխանեցնել։ Շնորհակալություն եմ ձեզ հայտնում, պարոն Արտենյան, շատ կարեւոր էր այս թեմային անդրադառնալը, ձեր մեկնաբանություններն ու մոտեցումները եւ հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք զրուցում ենք զբոսաշրջության հետ կապված իրավական հարցերի կարգավորման մասին եւ այս հարցերի շուրջ զրուցելու նպատակով մեր տաղավար էինք հրավիրել հանրային կառավարման հարցերով փորձագետ Սերոբ Անտենյանին։ Շնորհակալություն եմ հայտնում, հաջողություն։ Ձեզ հետ է հաղորդման հեղինակ Նարինե Սոլոմոնյանը։